ձայն։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, հանրայինի եթերում կրկին ձեր ձայնն է լսելի, ես Լուսինե Մուրադյան եմ եւ առաջարկում եմ ոչ միայն լսել, այլև դիտել, մուտք գործեք armradio.am կայք, դիտեք կոճակը սխմեք եւ անպայման այնտեղով նաեւ մեր հետևեք մեր ծրագրի ընթացքին կամ Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջի միջոցով եք մեզ դիտում։ Մենք այսօր անդրադառնալու ենք մի թեմայի, առանց որի գրեթե բոլորս արդեն չենք կարող ապրել, ժամանակակից աշխարհի ամենակննարկվող ուղղություններից մեկին ենք անդրադառնալու, խոսքը արհեստական բանականության մասին է եւ բնականաբար դրա ազդեցության աշխատաշուկայի վրա, որովհետեւ ժամանակակից զարգացումները իրենց հետ բերում են նաեւ ժամանակակից փոփոխություններ։ Ըստ այդմ նաեւ բազմաթիվ մասնագիտություններ ուղակի անհետանում են եւ դրանց փոխարեն գալիս են նորերը։ Արդյոք տեխնոլոգիաները կփոխարինեն մարդկանց, թե հակառակը կբացեն նոր հնարավորություններ, որոնք են այն հմտությունները, որոնք առաջիկա 5 տարում կդառնան ամենապահանջվածը արհեստական բանականության պայմաններում։ Այս եւ այլ հարցերի մանրամասներ կներկայացնի Արմենիա ակադեմիայի կրթական թիմի առաջնորդ Արշակ Ուլուբաբյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Առաջին հարցս գուցե մի քիչ տարօրինակ թվա, որքան հաճախ եք օգտվում արհեստական բանականության հնարավորություններից։ Օրական գուցե տասնյակներ ու 100 անգամ տարբեր գործիքներ, տարբեր արհեստական բանականության գործիքներ օգտագործում եմ։ Այսինքն դա դարձել է ձեր առօրյայի կարևոր բաղկացուցիչ մասը։ Երբ սկզբում ծանոթանում էինք արհեստական բանականությանը, ես մի տեսակ սարսափած էի, որովհետև ֆանտաստիկ ֆիլմեր շատ ենք դիտել եւ բազմաթիվ ֆանտաստիկ այսպես գրականություն իրականություն է դարձել եւ շարունակում է դառնալ, հետեւաբար շատ շատերին նաեւ մտահոգում է այնը ինչ անսովոր է, նոր է ու ինչ որ չափ նաև մութ տեղեր կան։ Արդյոք անհանգստանալու կարիք կա, թե ինչ պիտի անենք մենք, որպեսզի ճիշտ օգտագործենք այն նորամուծությունը, որը եկել է եւ այլընտրանք չունենք։ Առաջին հերթին այդ կինոների Տերմինատոր կերպարը, որ եկել է մեզ բանը եւ այլն, այդ ամեն ինչը համենայնդեպս հիմա տենց բան չկա։ Լավատեսեմ, չէ՞ շատ։ Բայց համենայնդեպս տենց չի նախատեսվում։ Պլաններում չկա, իմիքը գուցե մի օր դրան հասնի, բայց այս պահին տենց խնդիր չկա, տենց պրոբլեմ չկա։ Բայց միևնույն ժամանակ ինքը շատ հզոր գործիք է, որը կարելի է եւ լավ ձևերով կիրառել եւ վատ ձևերով կիրառել, ու որպեսզի ավելացնենք իր լավ կողմը, այսինքն իր դրական կողմը, դրական հնարավորությունները շատացնենք, իսկ վատը պակասացնենք, կարծում եմ ամենալավ ամենաարդյունավետ մեխանիզմը այդ ճանաչելն է իրան, ինչա իրանով հնարավոր անել։ Բայց չէ՞ որ նաև մասնագետները ահազանգում են, որ արհեստական բանականությունը նախատեսածից ավելի արագ է զարգանում, ճկունանում եւ մի քիչ մտահոգված են, որովհետեւ այնինչ մտածում էին, որ մի քանի տարի անց գուցե տեղի ունենա, ամիսների ընթացքում է տեղի ունեցել։ Հա, այդ դրանով ես ոչ թե մտահոգվում եմ, այլ ոգևորվում եմ իրականում, որովհետեւ նորանոր հնարավորություններ են բացվում։ Օրինակ մեր Արմենիա ակադեմիայի SAI ուղղության անունը այքեզբան է, AI գրվող, ու ինչից է առաջացել, որովհետև ամեն անգամ երբ որ տեսնում ենք ինչ որ նոր հնարավորություն AI-ի, ասում ենք այքեզբան, ահա, եւ այստեղից էլ եկել է։ Մենք շատ ոգևորվում ենք, ինձ շատ դուր է գալիս, ոնց որ իմ ձեռքին կախարդական փայտիկ լինի, միշտ եմ ասում, որ ինքը տենց այդպես տպավորություն է ստեղծում, որ այնքան մեծ հնարավորություններ է բացում, էլի։ Իհարկե կարելի է մտահոգվել, շատ մտահոգիչ կարող լինի այն մարդկանց համար, ովքեր չեն ադապտացվում։ Բայց այն մարդիկ, որոնք օգտագործում են այս ամեն ինչը, շատ ոգևորիչ է։ Ես հաճախ եմ ցիտում Տատյանա Չերնիգովսկային, որովհետև բավականին հետաքրքիր մտքեր է արտահայտում, եւ նա օրինակ մտահոգված էր ու ասում էր, գուցե մենք հիմա կառավարում ենք արհեստական բանականությանը ինչ որ չափ, բայց ինչ որ ժամանակ անց գուցե այլևս չկարողանանք։ Նման վտանգներ կան։ Տեսական վտանգներ կան, բայց այդ մասով շատ լուրջ աշխատանք է արվում, որպեսզի ինքը միշտ վերահսկելի լինի,
կա տենց նույնիսկ տերմին AI alignment կամ հայերեն կարելի ասել AI համապատասխանեցում, որը հենց այն ուղղությունն է գիտնականները, որով զբաղվում են, որպեսզի համոզվեն, որ AI-ը մեզ միշտ բարոյական բանականությունը մեզ միշտ ենթարկվելու է։ Տենց հետազոտողներ կան տարբեր համալսարաններում, խոշոր կազմակերպությունները Google-ը, OpenAI-ը, Facebook-ը, որոնք որ AI են ստեղծում, ըստ էության, իրանք ունեն թիմեր, որոնք որ աշխատում են հենց այդ ուղղությամբ, որ սկզբունքները սահմանեն, փորձարկումներ անեն, միշտ համոզվեն, որ AI-ը ենթարկվում է մարդուն, նույնիսկ ասեմ ավելին, երբ որ օրինակ ChatGPT-ի նոր վերսիա պիտի դուրս գա, երբ որ իրանք արդեն պատրաստել են այդ վերսիան, սովորացրել են իրան եւ այլն, ու նորը պետքա թողարկեն, այդ թողարկելուց առաջ ամիսներով փորձարկումներ են անում համոզվելու համար, որ ինքը լիովին վերահսկելի է։ Այստեղ մասնագիտությունների տեսանկյունից եթե դիտարկենք, ապա մենք եւս մեկ վտանգ ենք տեսնում դպրոցահասակ երեխաները հեշտին վազելով, չգիտակցելով, որ չեն ստանում բազային գիտելիքներ, երբ դիմում են արհեստական բանականությանը եւ այն իրենց փոխարեն տնային առաջադրանքներն է կատարում, կարող ենք ասել, որ ինչ որ ժամանակ անց գուցե չունենանք մտածող հասարակություն կամ գրագետ հասարակություն։ Այդ շատ լավ հարց եք բարձրացնում, շատ-շատերին է մտահոգում։ Ես կարծում եմ, որ դրա լուծումը ոչ թե նա որ արգելեն արհեստական բանականությունը, արգելելու մասին իրականում շատ լավ է որ օգտագործում են, բայց մենք պետքա մեր առաջադրանքները որ տալիս ենք երեխաներին, խնդիրները որ տալիս ենք, դա դրանք վերանայենք, այսինքն մեր կրթությունը ընդհանրապես պիտի նա վերանայենք։ Ինչի համար եմ սա ասում, որովհետև առաջին հերթին այն գիտելիքները, այն հմտությունները, որոնք որ անհրաժեշտ են մեծացող մարդուն, չէ, երեխային, մենք ոնց է սահմանում ենք դպրոցի համար չափորոշիչներ, թե ինչ հմտություններ պիտի ունենա մարդը, չափը որ մեծանա, չափահաս դառնա, ինչ հմտություններ պիտի ունենա, որպեսզի այսօրվա աշխարհում լավագույնս ռեալիզացվի, աշխարհին օգտակար լինի, իր կյանքը լավ դասավորվի, չէ, կոպիտ ասած։ Հիմա այդ հմտությունների ցուցակը ստատիկ ֆիքսած չի։ Պիտի անդադ ճկուն պիտի փոխվի։ Օրինակներ բերեմ, երբ որ 100,000 տարի առաջ մարդը ջունգլիներում էր, այդ ժամանակ իր ամենակարևոր հմտությունները, որ ինքը պետք է սովորեր շատ արագ ձեռք բերել, այդ ջունգլիում գոյատևելներ, որսորդություն, պաշտպանվել գազաններից եւ այլն։ Այդ հմտությունը հիմա մենք մարդկանց 99.9%-ը չունի։ Ընկնենք ջունգլի, լավ չի։ Հա, մի օրից ավել չենք ձգի, հա, շատերս։ Բայց դա մեզ շատ չի անհանգստացնում, որովհետև տենց խնդիր մենք առօրյայում չունենք։ Իհարկե ես դեմ չէի լինի, որ այդ հմտությունները ունենայի, բայց դրա փոխարեն այնքան ավելի կարևոր բաներ կան այսօրվա աշխարհում, որ ես ուզում եմ այդ սովորեմ ու հմտություններ ձեռք բերեմ, որ դրան դա նույնիսկ հերթը չի հասնում, որովհետև դրա հավանականությունը որ ինձ պետք է գա շատ քիչ է։ Հիմի այդ նույն ձևով միջնադարում այդ հմտությունները լրիվ ուրիշ էին։ Ձիգշելներ, սուր օգտագործելներ եւ այլներ քաղաքային մարդու համար օրինակ, չէ։ Բայց հիմի դրանք էլ մեզ պետք չեն, սուր բանացնելն է, ձիգշելն էլ հոբիներ են ինչ որ մարդկանց համար, շատ նեղ ինչ որ հետաքրքրություններ են, հա։ Այսինքն այն հմտությունները, որոնք որ շատ կարեւոր են, որպեսզի աշխարհում հաջողության հասնես, այդ հմտությունները ժամանակի հետ փոխվում են։ Հիմի մենք սովորենք մեր կարճ ոնց որ մեր կյանքի տևողության ընթացքում, երբ որ մենք տեսել ենք, որ հա գրագիտությունն է միշտ կարևոր եղել եւ այլն, SSS առարկաները լավ հասկանալն է եղել, բայց այդ չի նշանակում, որ միշտ նույնն է մնալու։ Այսինքն ժամանակի ընթացքում կարող է լրիվ AI-ի դարում արդեն լրիվ ուրիշ հմտություններ պետք է լինեն։ Ձեր փոխարեն ընտրի ձեր երաժշտությունը, թե ինչ լսեք, երաժշտական ճաշակը ձևավորի, ձեր փոխարեն որոշի թե ուր պիտի գնաք հանգստանալու։ Սա խոսում են մասին, որ մարդը սկսելու է չմտածել։ Ստեղ, հա, այ հիմի դառնում։ Հա, հիմի տեսեք, ստեղ դառնում է երկրորդ արդեն կոմպոնենտը կա, ոնց ասացի, կարևոր է հասկանալ, որ հմտությունները կարող են փոխվել, որոնք որ կարևոր են, չէ։ Հիմի երեխաներին նույն ձևով, եթե մենք մեր բոլոր առարկաները դպրոցի առաջադրանքները հարմարացված են որոշակի հմտություններ զարգացնելու, բայց կարող է այդ հմտությունները էլ կարևոր չեն, երբ որ AI կա։ Հիմի
պետք է ուղղակի առաջադրանքները փոխել, պատկերացրեք, եթե մենք ինչ որ առաջադրանք ենք տալիս, որը պետք է երեխան միտքը լարեր, չարչարվեր, որպեսզի այդ առաջադրանքը աներ ու այդ ընթացքում ինչ որ հմտություններ ձեռք բերեր, հիմա AI-ին տալիս է, AI-ը անում է ասենց վարկենական, ինքը էլ դա չի սովորում, չէ՞։ Դրա փոխարեն մենք պիտի խնդիրները վերաձևակերպենք, շատ ավելի բարդ խնդիրներ երեխեքի առաջ դնենք, ասենք այս AI-ները ինչքան ուզում ես օգտագործի, բայց ստացի այս ավելի բարդ խնդիրը լուծի։ Այդ ժամանակ երեխան կսկսի զարգացնել այն հմտությունները, որոնք AI-ի դարաշրջանում իր համար ամենակարևորն են, որ զարգացնի։ Հուսանք այդպես կլինի աշխատաշուկայի վրա ինչպես է ազդելու արհեստական բանականության արկայությունը, որովհետև հասկանում ենք, որ ժամանակի պահանջներով պայմանավորված շատ մասնագիտություններ, որ ժամանակին շատ հարգի էին եւ պահանջված են, այսօր վտանգված են, այսինքն գուցե անհետացման եզրին են, բայց փոխարենը ի հայտ են գալիս նոր մասնագիտություններ, որոնք նախկինում մեր մտքով չէին անցնում։ Տեխնոլոգիաների հետ միշտ լինում է, չէ՞, ոնց որ ձիապաններ մասնագիտություն, հետո դարավ մեքենա քշելը, բայց այդտեղ կարող է շատ ավելի լայն մի հատ փոփոխություն լինի ու մենք ոչ թե մասնագետներ արդեն պետք լինեն, այլ խնդիր լուծողներ, որոնք ճկուն են ավելի։ AI դարաշրջանում ամենակարևոր հմտություններից մեկը այդ ադապտացվելու ունակությունն է, ճկունությունն է, որովհետև եթե նախկինում կային որոշակի երկրի ղեկավարներն էին, ձեռներեցներն էին, որոնք խնդիր էին ձևակերպում ու հետո հավաքում էին մասնագետների թիմ, չէ՞, որոնք կատարողներ էին ըստ էության, իրենց հանձնարարում էին այս գործը արա, այս գործը դու արա, այս մակատորը դու արա եւ այլն։ Հիմիկվա արդեն AI-ի աշխարհում այդ կատարողները լինելու են AI էջենտները։ Կատարողներ չենք ունենա։ Կատարողներ արդեն հիմնականում մասնագիտությունների մեծ մասում, որոնք որ մասնագիտություն, այսինքն մասը իմացողներ են, որ կտոր են ինչ որ անում, այդ դրա կարիքը մենք քանի գնանք չալանալու է դրա կարիքը։ Այստեղ շահելու են ճկունները, լիդերները, ավելի խորամանկները, խելացիները, որոնք ամբողջն են տեսնում, այսինքն անգլերեն ասում են big picture, չէ, ամբողջական պատկերն են տեսնում ու կարողանում են հասկանալ, որ այսպես խնդիր կա, որը պետք է լուծել։ Վերևից են տեսնում պատկերը։ Իրանք շատ իրանք կարիքը շատ լինելու է ու իրականում պետք է ձգտենք, որ մենք բոլորս այդպեսին դառնանք, ոչ թե ասենք, այ դուք այդ մասնագետներ եք, ձեր կարիքը չկա, դուք կարաք արդեն չլինեք, այ մի քանի հոգի կա, որ խնդիր ձևակերպող են, իրանք մեզ պետք են, այլ մենք պետք է մեր առաջ նպատակ դնենք, որպեսզի բոլորս դառնանք այդ ճկուն մտածողը, բոլորս դառնանք այդ ամբողջական պատկերը տեսնողը, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը այս աշխարհում օգտակար լինի, պիտանի լինի ու այդ ձևով մենք կարող ենք շատ ավելի մեծ խնդիրներ մեր առաջ դնենք։ Այսինքն մենք տեղափոխվում ենք մտածողության նոր հարթություն։ Այո, լրիվ ուրիշ ձևով։ Ստացվում է բոլորովին այլ հարթություն, մեկ հարթություն բարձրանում ենք բացահայտ ու միանգամից։ Այստեղ աստիճանական չի ստացվում, այլ արագ տեղի ունենում է փոփոխությունը, որովհետև արդեն պիտի մենք մեր ուղեղին տանք այլ հրահանգ։ Մինչև այդ կատարողի հրահանգեր, հիմա շատ արագ պիտի վերափոխվեն առաջադրանքները։ Ի վերջո մենք չգիտենք, մենք գիտենք նաև մասնագետներն ասում են, որ մեր ուղեղի շատ փոքր մասն ենք մենք օգտագործում, այնինչ ունենք շատ այլ հնարավորություններ։ Գուցե կարող ենք ասել, որ արհեստական բանականության միջոցով ավելի կճկունանանք, ավելի ուրիշ հարթության վրա կկարողանանք ադապտացվել։ Հա, արհեստական բանականությունը կարծում եմ մեզ կստիպի, որպեսզի ճկուն դառնանք ավելի, որովհետև ամեն ինչ շատ արագ է փոխում արհեստական բանականության հետ, ամեն ինչ շատ արագ զարգանում է ու թե ինչ հմտություններ են պետք, ինչ խնդիր է պետք լուծել եւ այլն, այդ ամեն ինչը շատ ավելի արագ է փոխվում։ Եթե իմիջիալուց եթե նայեք, այս process-ը շատ ավելի շուտվանից է սկսել, պատկերը չէինք մտածում, չենք նկատում, այո, մենք չենք նկատել։ Պատկերացրեք sense մի բան, միջին դարերում, եթե ձեր հայրը հյուսներ, ապա հավանաբար եթե տղա ես, ապա դու ես հյուսն լինելու, շարունակում ես քո երեխան էլ եւ այլն։ Այսինքն բան չէր փոխում, մարդու համար ծնված օրվանից արդեն գծած էր իր մասնագիտական ճանապարհը, ասենց ասենք։ Հետո եղավ ինդուստրիալ հեղափոխությունը, գործարաններ եւ այլն, ստեղծվեցին այսօրվա դպրոցները, որտեղ մարդիկ սովորում էին, որ հետո դառնային, հետո ինչ որ ընտրեին մասնագիտություն։ Ու երեխա ժամանակվանից միշտ հարցում էին, չէ՞, մեծանաս ինչ ես դառնալու, հա։ Ոնց որ ասես հոգեբանորեն երեխուն պատրաստում ենք, որ հետո չափած դառնալուց քո կյանքի ամենակարևոր որոշումն ես կայացնելու, ու հետո ամբողջ կյանքդ այդ մասնագիտությունը, որ ընտրես, այդ ամբողջ կյանքդ աշխատելու ես տենց։ Ու մեր
ասենք իմ Պիևի տատիկ պապիկների սերունդը հենց այդպես էլ ապրել է արդեն իմ ծնողների սերունդը արդեն քիչ-քիչ այդ տրանզիցիան որ տրանսֆորմացիան եղավ մենք շատ դեպքերում արդեն մասնագիտություններ ենք փոխում օրինակ հիմի իմ տարիքի մարդկանց եթե 10 հոգու պատահական հարցնեք ինչ ես սովորել, ինչ մասնագիտություն ես ձեռք բերել, իսկ հիմա ինչ ես աշխատում, կպարզվի, որ իրանց 10-9 ուրիշ բան են անում, քան այն ինչ որ գնացել ինստիտուտում սովորել են։ Մասնագիտության սխալ ընտրության հետևանքով է հաճախ նաև տեղի ունենում։ Նաև այդ պատճառով, բայց շատ դեպքերում նաև որովհետև աշխատաշուկան ավելի ճկուն դարել է։ Մինչև ավարտել են, արդեն պետք չի եղել։ Մինչև ավարտել են պետք չի եղել, հետո շատ եթե այն ժամանակ շատ ֆիքսած մասնագիտություն էին կոնկրետ գիտելիքներով, հիմա ամեն գործատու նույնիսկ վերնագիրը եթե նույնն է, ամեն գործատու շատ տարբեր պահանջներ ունի ու շատ մարդիկ ավելի ճկուն աշխատավայր ավելի շատ են փոխում։ Մեր տատիկ պապիկները ամբողջ կյանքում մի տեղ են աշխատում։ Մենք արդեն շատ ավելի շատ ենք փոխում։ Եվ որքան շատ հմտություններ գիտես, տիրապետում ես որքան շատ հմտությունների, այնքան պահանջված մասնագիտ ես փաստացի, չէ՞։ Ասեք մի քանի մասնագիտություն, որոնք վտանգված չեն։ Հա, այնպես բարդ է, ուրեմն ես ուրեմն տենց մի տարի առաջ էր Facebook-ում տենց իմ ընկերներին հարց էի ուղղել, ասում եմ ինչ եք կարծում 5 տարի հետո, 5-ից 10 տարի հետո որ մասնագիտ 5-ից 10-ը չկարծեմ ասել էի 10-15 տարի հետո ասեցի, որ մասնագիտություններն են, որ կմնան կշարունակվեն ու սենց տարբեր իմ ընկերներ գալիս են ասում են, այս մեկը հաստատ չի փոխվի, այս մեկը հաստատ չի փոխվի ու ես քանի որ այս ոլորտում եմ AI ոլորտում ու շատ հստակ տեսնում եմ պրոգրեսը ամեն մի մասնագիտության համար ես հստակ մոտավոր ճանապարհը տեսնում էի նաև ժամանակացույցը թե ինչքան ժամանակում է այս մասնագիտությունը գրեթե վերանալու կամ լրիվ տրանսֆորմացվելու ու հետո սկսեցի մտածել լավ ինչ որ մի բան կա որը մնալու է ու այդ հարցը տարբերակներից մեկը որ իմ մտքով անցավ որ հավանաբար կմնա այդ սպորտսմենի մասնագիտությունն է ու ինչի եմ տենց մտածում ֆիզիկական ուժն է այստեղ ֆիզիկական պատրաստվածություն ոչ թե ֆիզիկական ուժը որովհետև ռոբոտները մեքենաները շատ ավելի ուժեղ են դառնում այլ այն որ մեզ որպես մարդ շատ սուբյեկտիվորեն հետաքրքիր է նայել մարդկանց մրցույթը ոչ թե ռոբոտների զուտ ինքը խիստ սուբյեկտիվ բան է օրինակ շախմատը վաղուց վանից արդեն մեկ կոմպյուտերները մարդուց ավելի լավ են խաղում բայց մենք չենք գնում կոմպյուտերների իրար հետ մրցելը նայում չէ մենք նայում ենք մարդկանց իրար հետ շախմատ խաղալը ես հուսամ մարդկանց հետաքրքիր կլինի իրական հաղորդավարները հարցազրույցները դա էլ մեզ էլ է մտահոգում թեպետ սկզբնական շրջանում ասում էինք որ հաղորդավարներին չի կարող արհեստական բանականությունը փոխարինել բայց արյուտես մենք տեսնում ենք թե որքան ռոմանտիկ դրսևորումներ եւ հուզական աշխարհ ունի արհեստական բանականությունը որ մեր մտքով չեն անցնում սկզբնական շրջանում մտածում էինք գիտելիքների կամ տեղեկատվության pašարը որ շատ արագ կարողանում է դայջեստ անել եւ տալ քո հրահանգներին համապատասխան պատասխաններ։ Այս պարագայում խոսեցինք մասնագիտություններից, աշխատաշուկայի պահանջարկը բնականաբար նաեւ խոսեցինք, որ շատ արագ է փոխվում, ինչպես պետք է պատրաստվի երիտասարդ մասնագետը, որ չհայտնվի հնացած մասնագիտությունների ցուցակում, լինի ճկուն, օրինակ իմ տղան 15 տարեկան է եւ ծրագրավորող էր ուզում լինել, հիմա ասում է ոչ, ես կլինեմ AI մասնագետ, որովհետեւ մինչեւ սովորեմ, ավարտեմ, արդեն ծրագրավորող գուցե այլևս անհրաժեշտ չլինի։ Հա, տեսեք, այս հետաքրքիր բան սա Սեմ Ալտմանը, որը OpenAI ChatGPT ստեղծող կազմակերպության ղեկավարն է, ինքն էր վերջերս sense միտք հնչեցրել, որ ասում է մինչև այսօր ինստիտուտ ընդունվող նոր ընդունվող երիտասարդները մինչև որ ավարտեն իրանց այդ մասնագիտությունները չեն լինելու ուղղակի ու ստեղ հարցը առաջանում բա լավ ինչ անենք ես կարծում եմ որ ամենակարևորը մենք դադարենք մտածել մասնագիտությունների շրջանակներում այսինքն մենք ոչ թե մտածենք այ հիմա ինչ սովորեմ որ հետո ամբողջ կյանքս այդ նույն բանը անեմ այդ ուղղակի չի լինելու լինենք ճկուն կենտրոնանանք ոչ թե մասնագիտության ոչ թե process-ի վրա խնդիր լուծելու կենտրոնանանք խնդիր լուծելու վրա այսինքն մենք մեր առաջ նպատակ դնենք որ մենք սովորենք խնդիրներ լուծել ու այդ խնդիր լուծելու համար մեզ ինչ պետք կլինի այս պահին դա սովորենք կարևոր է մենք կարողանանք մեր առաջ դրած խնդիրները լուծենք այսինքն երիտասարդը ինչքան հնարավոր է շուտ մտնի աշխատաշուկա
ու վերցնի մի խնդիր ու նպատակ դնի այդ խնդիրը լուծել, այնքան ինքը ավելի արագ կադապտացվի, առաջինը կսովորի խնդիր լուծելու մտածողությունը կձևավորի իր մեջ եւ նաեւ խնդիր լուծելու համար մի օր իրան էս կողա պետք լինի, մի օր կողա մի ուրիշ բան պետք լինի ու ճկունությունը կձևավորի։ Անցայրացիչ pašար է անհրաժեշտ նախև առաջ, այս պարագայում թող չան հանգստանան մարդիկ, թե այլևս գիտելիք անհրաժեշտ չէ, պետք է իրական շատ հեշտ է խնդիրներ հեշտ է լինելու, բայց պետք է նաեւ ճկուն լինես եւ ստանդարտներն են փոխվում, հա։ Ընտրության եւ ապագայում կայուն լինելու ստանդարտները փոխվում են։ Հա։ Անհանգստացնող չէ։ Անհանգստացնող է, եթե չադապտացվենք դրան մեջ։ Եթե չադապտացվենք, իրականում իմ այս ոլորտ մտնելը, այսինքն կրթության, AI կրթության ոլորտ մտնելը, առաջին հերթին հենց այդ անհանգստությամբ էր պայմանավորված, երբ որ ես AI ոլորտում լինելով տեսնում եմ այդ ամբողջ պրոգրեսը, արագությունը, ինչ հնարավորություններ են բացում։ Ու երբ որ sense փողոցով քայլում եմ, տեսնում եմ մարդիկ մի տեսակ իրանց համար հանգիստ ապրում են ոնց որ բեխաբար ընթացքի մեջ չէ, դուրս են արագությունը։ Հա, այդ մոտս այդ մի տեսակ այդ Տիտանիկի զգացողություններ են, որ Տիտանիկը գնում է այսբերգին խփի, մարդիկ այնտեղ պարտի են անում։ Այդ անհանգստությունն է։ Իհարկե ես հուսում եմ, որ այսբերգին խփելը ոնց որ վատ ձևով չի լինի, լավ ձևով կլինի, մեծ փոփոխությունը դրական կլինի։ Բայց եթե մենք ադապտացվենք այդ եթե մենք պատրաստ լինենք այդ փոփոխություններին, իսկ ես տեսնում եմ, որ մարդիկ տեղյակ չեն ուղղակի, թե ինչ է կատարվում աշխարհում։ Անտեղյակությունից է, որ վերջերս համացանցում տարածվեցին լուրեր, որ մարդիկ իրենց վնաս են տվել երկարատև զրույցներից հետո արհեստական բանականության հետ, որովհետև մենք գիտենք, որ հաճախ մարդիկ ընկեր չունենալու կամ վստահություն չունենալու հետևանքով սկսում են անկեղծանալ արհեստական բանականության հետ։ Մենք նաև գիտենք, որ արհեստական բանականությունը, եթե ճիշտ հրահանգներ չես տալիս, կարող է ասել այնինչ կուզեիր դու լսել։ Այս պարագայում գիտենք, որ դեպքեր են տեղի ունեցել, վտանգել են մարդկանց առողջությունը, որովհետև այդ մարդը ոչ adekvat վատ վիճակում լինելով հանդերձ հետևել է նաև արհեստական բանականության խորհուրդներին։ Ինչպես անել, որպեսզի ճիշտ գրագետ մոտենալ հարցին եւ չդառնալ զոհ։ Թիրախ։ Ստեղ հա մի քանի կողմ կա այս հարցին։ Նախ են կազմակերպությունները, որ այս արհեստական բանականության մոդելները ստեղծում են, իրանք շատ ջանք են դնում, որ մաքսիմում զգուշ լինեի, այսինքն AI-ով հանկարծ վտանգավոր խորհուրդներ չտա եւ այլն, նույնիսկ երբ հաճախ չափից ու զգուշատվում է, թե չափից ու զգուշ են, բայց այդ զգուշությունը նրա համար է, որ հանկարծ այսպես ծայրահեղ դեպքերում, երբ որ մարդը անհավասարակշիռ է եւ այլն զգայուն է, կամ հուզական ցաներ վիճակում է։ Հա, տենց դեպքերում, եթե որպեսզի վնաս չտա, ու նաև իրանք շատ խիստ մոտիվացված են այդ անելու, որտեղ ամեն մի տենց մի հատ պատմությունը շատ նեգատիվ ալիք է տրամադրությունների ստեղծում AI-ի նկատմամբ, ինչը իրանք ձեռ չի տալիս։ Բայց դրանից բացի կարծում եմ առաջին հերթին AI գրագիտությունն է կարևորը, այսինքն մենք բոլորս տիրապետենք, թե ընդհանրապես ինչ է AI, իրանից ինչ սպասել, օրինակ նույն ձև ոնց որ հալածյուղի տեղ չընդունենք իր ասացները, քննադատական մտածողություն եւ այլն, նաեւ իմանանք, որ ինչ որ դեպքերում ինքը օրինակ կարող է հորինել, կարող է հորինել շատ դեպքերում ինքը ինչ ասում է, հա, ման ինչ որ տենց քո հետ համաձայնվում է եւ այլն, այսինքն տենց լիքը դրսեւորումներ կա, որ ինչքան ճանաչենք, այնքան ռիսկերը պակասում են, բայց մյուս կողմից ես կարծում եմ, որ այս ոնց որ հոգեպես անհավասարակշիռ մարդու համար ըստ էության ցանկացած բան մեքենան էլ է վտանգավոր եւ փողոց դուրս գալն էլ է վտանգավոր եւ այլն, այսինքն մեր խնդիրը պետք է լինի ձգտել, որպեսզի մարդկանց հոգեկան առողջությունը լավ վիճակում լինի, դրա համար իհարկե լիքը տարբեր մեխանիզմներ կան։ Կարող է ուղղակի խոցելի լինել։ Հա, կարող խոցելի լինի, բայց ուզում եմ ասեմ, ոնց որ մի կողմից ձգտում ենք, որ AI-ը հնարավորինս զգուշ լինի, անվնաս լինի, բայց մյուս կողմից այդ դեպքերը պակասացնելու տարբերակը նա, որ մենք ստեղծենք առողջ հասարակություն։ Առողջ հասարակություն, հոգեպես կայուն հասարակություն, ի վերջո այդ նաև հատկապես էս AI-ի դարաշրջանում այդ հոգեկան կայունությունը, էմոցիոնալ ինտելեկտը եւ այլն շատ կարեւոր է զարգացնելը։ Դա նաև այն պարագայում, երբ որ օրինակ պատկերացնենք, որ մարդիկ
ոնց է մենք մեզ որ հարցում են ինչ ով ես ինչ ես անում, ասում ես բժիշկ եմ, ես ծրագրավորող եմ, ես լրագրող եմ, այդ մեր identity ոնց են ասում հայերեն, identity մասն է դարել։ Հիմա ինչ է լինելու, ինչպես է վերափոխվելու։ Ես կարծում շատ-շատերի մոտ կարող է identity crisis լինի, այսինքն պակաս լինի, երբ որ ինքը արդեն էլ այդ մարդը այդ բժիշկը չի կամ ծրագրավորողը չի, որով ինքը հպարտ էր, բա լավ, հիմա ինքը ով է։ Այստեղ հոգեբանները մեծ աշխատանք ունեն անել։ Ահա, ու շատ կարևոր է այդ ինքնաճանաչողությունը, նաև այդ էմոցիոնալ ինտելեկտը, ինքնահայեցողությունը, որպեսզի հասկանաս լավ ես ով եմ, իմ կյանքի իմաստը որն է եւ այլն, երբ որ դա պայմանավորված չի այդ վերնագրերով մասնագիտությունների։ Այսինքն պետք է մտածողություն փոխվի, հստակ չդիտարկենք վերնագրերով մասնագիտություններ, այլ պետք է փորձենք դիտարկենք այլ հարթությամբ։ Աշխարհը փոխվում է, կանոններն են փոխվում, այս պարագայում եւս ստացվում է այդպես։ Երիտասարդներին ինչ խորհուրդ կտաք եւ արդյոք Հայաստանում երիտասարդները հետաքրքրված են արհեստական բանականության կրթությամբ, որպեսզի ավելի գրագետ մոտենան հարցին, եւ բացի երիտասարդներից որքան կարևոր է ըստ ձեզ դպրոցում դասավանդող ուսուցիչների գրագիտություն արհեստական բանականության հետ կապված նաև դասախոսների, որպեսզի հստակ հասկանան այդ ուղղակի AI-ն է աշակերտի փոխարեն գրել, թե չարչարվել է։ Հա, նախ ասեմ, որ իմ դիտարկումներով այսօր միջին ու բարձր դասարաններում առնվազն, այսինքն մենք մեր ակադեմիայով շատ դեպքերում տարբեր շփվում ենք տարբեր տարիքի խմբերի հետ դասերի ընթացքում ու միշտ դասերից ժամանակ հարցում ենք, այսինքն եթե AI-ի գրագիտության դաս ենք անում, միշտ սկզբից հարցում եմ, ասում եմ, ինչ օգտագործում եք AI, ինչ AI-եք օգտագործում եւ այլն, որպեսզի հասկանամ թե ում հետ գործում եմ, պատկերացում կազմեմ, իրանց հետ համապատասխան իմ նաեւ խոսքը, կրթությունը ադապտացնեմ, չէ՞։ Առանց կարելի ասել առանց բացառության դպրոցական երեխաները բոլորը AI օգտագործում են։ Այսինքն իրանք արդեն այդ օգտագործում են, հարցը նրանում է, որ սովորացնեն գրագետ օգտագործել առաջին հերթին եւ երկրորդն էլ ուսուցիչները հետ չմնան, այս ուսուցիչները չկտրվեն երեխաներից ու իրականում AI կարա շատ բարձրացնի հենց կրթության որակը, եթե ուսուցիչները սովորեն AI ճիշտ օգտագործել, իրանք կարող են շատ ավելի ինտերակտիվ, շատ ավելի որակյալ բովանդակություն ստեղծել, որ խոսքը ոչ թե AI սովորացնելու մասին է, այլ AI օգտագործելով երեխաներին մաթեմատիկա, ֆիզիկա եւ այլն սովորացնելն է։ Ուտեղ կարծում եմ շատ կարևոր է հենց առաջին հերթին ուսուցիչներին AI գրագիտությունը բարձրացնել։ Իրականում այդ ուղղությամբ աշխատանք արվում է հենց մեր նախարարության հետ էլ ԿԳՄՍ Հայո, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն։ Նախարարության հետ աշխատում ենք, աշխատանքային խմբեր են ստեղծվել, որոնցից մեկը երեխաներին AI կրթություն տալն է, մյուսը ուսուցիչներին AI կրթություն տալ, որպեսզի իրանք կարողանան AI օգտագործեն եւ հավասար գնան։ Հա։ Մյուս ուղղությունը ընդհանրապես դպրոցի կառավարման մեջ AI օգտագործելն է արդյունավետությունը բարձրացնելու եւ մի հատ այլ ուղղություն էլ կա, ընդհանրապես վերանայել կրթության չափորոշիչները, կրթության նպատակները AI դարաշրջանում, որովհետեւ երբ որ աշխարհը էականորեն փոխվում է, մենք ընդհանրապես պիտի վերանայենք, թե կրթությունը ինչի մասին պիտի լինի։ Մի հարց էլ էի ուզում տալ, բայց անդադար մտածում եմ, դա վերջին հարցս կլինի, արդյոք ակտուալ է այդ հարցը զրույցից հետո, թե ոչ, որովհետև խոսեցինք, որ գնալու ենք մեկ այլ հարթություն եւ մասնագիտություններ այսպես կոչված չեն լինելու, ավելի շատ լինելու է խնդիր լուծելու կարողություն, ամեն մեկը մի ոլորտում ադապտացվելու է եւ կարողանալու է խնդիրներ լուծել, այդ սկզբունքով ենք առաջնորդվելու, բայց եկեք հարցնեմ այդուհանդերձ։ Ամենապահանջված մասնագիտությունը մի քանի տարուց որն է լինելու։ Խնդիր լուծելը հասկացել եմ։ Ահա։ Հա, եթե խնդիր լուծելը սենց ասենք, եթե խնդիր լուծելը, այսինքն այն ինչ որ այն ժամանակ ձեռներեցներն են, մեզից բոլորը պիտի դառնան այդ ձեռներեցները, չէ՞։ Եթե տենց շատ նեղ մասնագիտությունների մասին խոսամ,
իրականում ես չէի ուզի որ մարդիկ այդտեղ մասնագիտություններով մտածեին, ոնց որ ընդհակառակը հեռանային այդ մտածողությունից, բայց օրինակ շատ տարբեր այս ոլորտի փորձագետներ ասում են օրինակ էլեկտրիկներն են շատ պահանջված լինելու առնվազն առաջիկա մի 10 տարվա ընթացքում, որովհետև այս ամբողջ ինֆրաստրուկտուրան AI համար խափան աշխատանքը։ Հա, օրինակ դրա համար շատ պահանջված է լինելու, հենց Հայաստանում է ինչքան գիտեմ խիստ կարիքը կա։ Տենց ուրիշ հա, դժվարանում եմ իրականում ասեմ, շատ կարևոր է ճկուն լինել ամբողջական պատկեր սովորել տեսնել։ Մենք ամբողջ աշխարհում խոսում ենք նրա մասին, որ թիմային մտածողությունը շատ կարևոր է եւ այլն, բայց կարող է այդուհանդերձ արհեստական բանականության ակտիվացման ֆոնին դուք անդադար նշում եք, որ պետք է վերլուծելու եւ խնդիր լուծելու կարողությունն է։ Այստեղ ավելի շատ գնում ենք անհատականացման։ Հա, շատ լավ հարց է։ Իրականում, տեսեք, նույնիսկ sense կապան կարծիք կա, որ 2026-ին առաջին միլիարդ դոլարանոց կազմակերպությունն ալնելու, որը մի հոգի է ամբողջությամբ, այսինքն ինքը ամեն ինչը անում է AI-ով ու կարողանում է տենց կազմակերպություն հիմնի։ Իմիջիալից վերջերս այդ միլիարդ ասացի, թե միլիարդ դոլարանոց կազմակերպություն Այս վերջերս տեսա, որ մի կազմակերպություն կար, որ ընդամենը 3 թե 4 հոգի էին ու հասել էր միլիարդ դոլարանոց բանի, valuation գնահատականի, բայց ես կարծում եմ նախ այո, առանձին մարդիկ կարողանալու են ինքնուրույն մի հոգով բիզնեսներ անել եւ այլն, բայց մյուս կողմից այդ չի նշանակում, որ թիմային աշխատանքըքի կարիքը էլ չկա, եթե մի հոգով կարելի է որոշակի բիզնեսներ անել թիմով կարելի է շատ ավելի մեծ խնդիրներ լուծել, շատ ավելի մեծ եւ բիզնես եւ ընդհանրապես ամենալայն իմաստով ավելի մեծ խնդիրներ լուծել։ Ընդհանրապես կարծում եմ, որ մեր ախորժակը թե ինչ մեծ խնդիրներ ենք բռնում, գործեր ենք բռնում, մեծանալու է։ Ահա դե ավելի լավ։ Մեր զրույցից պարզ դարձավ, որ տեղափոխվում ենք մեկ այլ հարթություն, կարևորը տեղերն ու դերերը չխառնվեն եւ կարողանանք լինել ճկուն, կարողանանք ադապտացվել եւ մեր բոլոր հմտությունները ի օգուտ մեզ օգտագործել։ Շնորհակալ եմ հետաքրքիր մանրամասներ ներկայացնելու համար, պատկերն ավելի վերևից հնարավորություն տալու, դիտելու, տեսնելու համար։ Հիշեցնեմ իմ զրուցակիցներ Ռե Արմենիա ակադեմիայի կրթական թիմի առաջնորդ Արշակ Ուլուբաբյանը։ Մնացեք Հանրայինի հետ, ես Լուսինե Մուրադյանն եմ եւ կփորձեմ ճկուն լինել, որ հանկարծ արհեստական բանականությունն իմ փոխարեն չորոշի մի օր հաղորդումներ վարել։ Մնացեք Հանրայինի հետ։ Քո ձայնը